հիմա աշխարհում որևէ խաղի կանոն չկա, ՄԱԿ-ի որևէ բանաձև, ոչ մի բան չկա եւ աշխարհը պատկերավոր նման է մի երթևեկության քաղաքի, որտեղ չեն գործում լուսացույցերը, որտեղ չեն գործում աճ ու ձախ փակ երթևեկություն, ոչ մի կանոն չի գործում, ինչպիսի քաոս կստացվի մեքենաների, այդ նույն կերպ էլ հիմա աշխարհն է, որովհետեւ Թրամփը ասում է ես պետք է որոշեմ, թե այս երկրում ով պիտի լինի ղեկավար, ես պետք է որոշեմ։ Եվ այս կոնտեքստում մի հատ էլի վերադառնանք մեր խնդրին, խոսել թրիպի մասին, խոսել, որ Թրամփը բերեց հաղթաբան, խաղաղություն, խոսել, որ այդ Թրամփի ուղին դա հանուն Հայաստանի բարգավաճման ուղի է, արդեն այս ամբողջը ցույց է տալիս, որ այս ամեն ինչի նպատակը Իրանին, Ռուսաստանին մեկուսացնելն է, թրիպն էլ ունի իր դրա կոնտեքստում տրամաբանությունը, հետեւաբար դա էլ է կեղծ, դա էլ է սուտ հանրությանը ներկայացում, որ հիմա խաղաղություն է, թրիպն էլ հիմա կստեղծվի, Հայաստանը կբարգավաճի, գումարներ կգան, թոշակները էլի կբարձրացնեն, սա իրոք ես մտածում եմ, որ ինչ կան քաղաքական բաներ, թմրամոլներ, որոնք անընդհատ ինչ որ քաղաքական թմրանյութի մի չափաբաժին ընդունում են եւ այդ իրենց ստեղծած աշխարհում ապրում են, ինչեւ որ կթուլանա հաջորդ չափաբաժինը, ես դրան եմ նմանեցնում ճիշտ ասած։